Բարի օր, այսօր միասին կպատրաստենք բրոկոլիով խյուսապուր։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է բրոկոլի, խոզապուխտ, կոճապղպեղ, բրազիլական ընկույզ, ձիթայուղ, կարագ եւ ընտրյալ հատիկ համեգախնիկ դե իհարկե մառանիկ։ Էլի շատ բաղադրիչներ կան, ամբողջը չեմ կարող թվարկել։ Սկսում ենք տախտակը տեղադրելուց։ Տեղադրում ենք նաև տապակը կրակին։ Մոտ 3 ճաշի գթալ ձիթայուղ ենք լցնում, թող տաքանա եւ սկսում ենք առաջին բաղադրիչից, դա գլուխ սոխն է, 2 գլուխ սոխ, կտրատում ենք մանր եւ տապակում։ Մանր ենք կտրատում, որ արագ եփվի, միևնույն է վերջում խյուս ենք վերածելու բոլոր բաղադրիչները։ Սոխը այնքան արագ կտրատեցինք, որ տապակը չհասցրեց տաքանալ, բայց դե ուշ թե շուտ կտաքանա եւ սոխը կսկսի տապակվել։ Անմիջապես կհամեմեմ սովորության համաձայն շաքարավազով, մառանիկ ընկերության աղով եւ սոդայով ապահովում ենք նրբություն սոխին։ Դա մենք միշտ ենք անում։ Մյուս բաղադրիչը խոզապուխտն է, այսինքն ապխտած խոզը։ Կվերցնենք 6 շերտ ապխտած խոզ, 4 դո եւ դո։ Կկտրատեմ ձողիկների։ Թող տապակվի։ Հենց սկսի յուղը հալվել, խոզապուխտի կավելացնենք մանր կտրատած գազար։ Մյուս բաղադրիչը նեխուրի ցողունն է, կվերցնեմ 1 մեծ ցողուն։ Դուք կարող եք ավելի խոշոր կտրատել բաղադրիչները, եթե ժամանակ ունեք։ Ես ուզում արագ վերջացնեմ։ Արագ եփեմ, որովհետև շատերն են սպասում, որ ուտելու են։
Հերթը հասավ օրվա հերոսին, ում անունով անվանել ենք ապուրը, դա բրոկոլին է։ Այստեղ 650 գրամ է, առաջարկում եմ օգտագործել կեսը, սրա կեսը։ Ինչ ենք անում սրա հետ, առաջարկում նախ խաշենք մի փոքր, կտրատում ենք ծաղկաբույլերի և գցում ենք կաթսայի մեջ։ Ծաղկաբույլերի վրա լցնում ենք եռացրած ջուր, այնքան որ ծածկվեն, չեմ կարծում որ կծածկվեն, նրանք բարձրացան ջրի երես, համեմում ենք Մարանիկ ընկերության աղով մի պտխոնց և շատ կարևոր է կրակը վառել, որ եփվի։ Ինչ ենք անում պտղակոթի հետ։ Պտղակոթը առաջարկում մանրացնենք, նախ կլպենք մի փոքր, այդ կլեպի մասը շատ կոշտ է, հեռացնենք, մնացածը վերածենք մանր խորանարդիկների և տապակենք։ Մյուս բաղադրիչը ուշ եփվող է, դա կարտոֆիլն է։ Դրան էլ նույնպես, նույն ձևերով կտրատում ենք, նույն ձևով, այսինքն մանր խորանարդիկների, կտրատում և լցնում ենք տապակվող բաղադրիչների վրա։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա պղպեղն է, քաղցր և գծում։ Սկսենք քաղցրից։ Արի դու։ 1 քաղցր պղպեղ, կտրատում ենք նույն կերպ մանր խորանարդիկների։ Քամում ենք բրոկոլին, թողնում ենք մի փոքր սարճ։ Բրոկոլի եկփաջրից մի փոքր ավելացնենք, կամ թող մնա, վերջում կավելացնենք։ Գծու պղպեղներից կառաջարկեմ հալապենո, արի այստեղ փոքրիկ, հեռացնում ենք պտղակոթը,
եւ մանր կտրատում։ Կառաջարկեմ նաև մեկ դդմիկ։ Կտրում ենք ծայրերը։ Կտրատում նույն կերպ։ Հերթ հասավ բրոկոլին, սա էլ կտրատենք մանր։ Սկսենք համեմել, կհամեմեմ, սխտորով, դու արդեն պետք չես, մի խանգարի, 1, 2, 3, 4, 5 բճեղ սխտորով, մանրները հաշվեցի իբրև 1 սխտոր, շերտատում ենք, բաղադրիչները արդեն շատ են և չեն տեղավորվում տապակի մեջ, քանի որ ապուր ենք պատրաստում, տեղափոխվենք կաթսայի մեջ։ Օգնության է գալիս սիլիկոնե բահիկը։ Դու ազատ ես։ Շարունակենք համեմելը։ Շարունակենք համեմել։ Կառաջարկեմ Մարանիկ ընկերության կոկոսի քերուկ ավելացնել, սա յուրահատուկ քաղցրություն և համ կհաղորդի ապուրին մոտ 2 ճաշի գթան։ Չորս պղպեղ, 4 օրեգանո կավելացնեմ, 4 սամիտ, 2 ճաշի գթալ թահին կավելացնենք,
20 գրամ պարմեզան պանիր քերած, միգուցե 25 գրամ, կհամեմեմ նաև կարագով, չնայած կարագը ավելի ուշ կավելացնենք, որպեսզի սերուցքային համը զգացվի բրոկոլի եփաջրից, մոտ 2 ճաշի գտալ հավի արգանակ 650 գրամ, այժմ վերացենք խյուսի չմոռանանք, որ խյուսապուր ենք պատրաստում, արդեն շատ լավ է, գազապես, դու նույնպես, ավելացնում ենք 4 ճաշի գտալ սերուցքային պանիր, անմիջապես կարող ենք ավելացնել նաև կաթի սերուցքը, 70 մլ, չմոռանանք խոստացած կարագը, 25 գրամ, թող եփվի մոտ 2 րոպե, այդ ընթացքում նախապատրաստենք դդմի սերմերը և բրազիլական ընկույզը, սա 50 գրամ էր, սա 30, մի փոքր բովում ենք, բրազիլական ընկույզը կմանրացնենք, իսկ դդմի սերմերը հենց այդպես կլցնենք ապուրի մեջ, որպեսզի ծամելու բան ունենանք։ Մինչ դդմի սերմերը և բրազիլական ընկույզը բովում են, մտածեցի, որ ինչու չէ, սերմերը և ընկույզը միասին մի փոքր հարեմ, շատ քիչ ջարդենք ընդամենը։ Լավ է։ Վերջ կրակը կարելի է անջատել։ Եվ վերջի բաղադրիչ, որը կառաջարկեմ, դա թարմ կանաչիներից սամիթն է։ Փոքրիկ փունջ սամիթ կտրատում ավելացնում ենք։ Սամիթը կարելի է ավելացնել մատուցելիս։ Բրոկոլիով խյուսապուր։ Ձիթայողով սոխերածանել, անմիջապես համեմել աղով, շաքարվազով և սոդայով։ Սոխերածին կտրատած խոզապուխտ ավելացնել։ Քիչ հետո կտրատած գազար և նեխուրի ցողուն դնել։ Բրոկոլին ծաղկաբույլերի բաժանել, թեթևակի խաշել, աղանել, 3-ից 4 րոպեից ջրքամել, եփաջուրը պահել։ Բրոկոլիի ցողունը կտրատել, լցնել բանջարեղենի վրա, կտրատած կարտոֆիլ ավելացնել, տապակել։ Այս ամենին կտրատած քաղցր և կծու պղպեղներ, դդմիկ, բրոկոլիի մանրացրած ծաղկաբույլեր ավելացնել, համեմել մանրացրած սխտորով, կոկոսի քերուկով, 4 պղպեղ համեմունքով, չորացրած օրեգանոյով, սամիթով, թահինով, քերած պարմեզան պանրով, 2 ճաշի գթալ բրոկոլիի եփաջուր, հավի արգանակ լցնել, ապուրը խյուսի վերածել, սերուցքային պանիր, կաթի սերուցք,
կարագ հավելացնել, եփել 2 րոպե։ Դդմի սերմեր եւ բրազիլական ընկույզ բովել, թեթևակի մանրացնել, լցնել կաթսայի մեջ, կրակն անջատել։ Մատուցելիս վրան կտրատած սամիտ շաղ տալ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի փափկամիս, բանջարեղեն, լոռամրգի չիր, թահին, աջիկա, ձիթայուղ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքան։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։